Տերով մի քեզ կարող ես նստել, կամ մարդը որ սպասումով այսօր եկել։ Գիտեք, շատ ժամանակ, երբ որ մենք գալիս ենք եկեղեցի կամ ծառայության կամ գնում ենք Աստծո հետևից, մենք պետք է ինչ-որ բան սպասենք։ Որտեւ եթե մենք չենք սպասում Աստծուց, Աստված երբեք չի տա։ Աստված տալիս է ում ծառավին, Աստված տալիս է սպասողին, Աստված տալիս է հավատարիմին, Աստված տալիս է նրանց, ովքեր խնդրում են, ովքեր որ գնում են իր հետևից, ովքեր վախենում են եւ պահում են իր պատվիրանները։ Հալելույա, ամեն։ Գիտես մի հետաքրքիր բան, որ իմ սրտի մեջ կար խոսելու այսօր, դա նա էր, արդյոք դու սպասում ես Աստծուն։ Արդյոք դու լսում ես Աստծուն։ Արդյոք դու գնում ես Աստծո հետևից։ Արդյոք դու հավատում ես նրան։ Եվ ես ձերի շարունակ, հալելույա։ Մենք շատ ժամանակ մեզ պետք է հարց տանք, արդյոք ես անում եմ այն ինչ որ քո դուրը գալիս է Տեր ջան։ Գիտեք, այսօր երբ որ նայում ենք մարդկային կյանքին, մենք տեսնում ենք շատ մարդկանց, որոնց շատ բաներ դուրը չեն գալիս։ Այսօր կարող է քո դուրը քո կողքինը չգա, այսօր քո դուրը կարող է չգա ինչ որ բաներ, որ քո շուրջն է կատարվում։ Ամեն, կա չէ՞ այդպես բան։ Բայց մենք մոռանում ենք հարցնենք, Աստված ջան, արդյոք քո դուրը ես գալիս եմ իմ արած գործերով։ Մենք չենք ուզում լսենք Աստծուն։ Մենք շատ ժամանակ ուզում ենք, որ նենց լինի, ոնց որ մենք ենք ուզում։ Բայց չենք ուզում, որպեսզի լինի այնպես, ինչպես Աստված է ուզում։ Եվ մոռանում ենք շատ ժամանակ, որ Աստված հսկում է մեզ ու տեսնում է։ Մենք մոռանում ենք, երբ որ Աստված խոսում է մեր հետ։ Մենք չենք ուզում ընդունենք նրա ճշմարտությունը մի պատճառով, որտեղ մենք մերն ենք ուզում։ Ու այսօր շատ դժվար ժամանակներ ենք ապրում, սիրելիներս, ու գիտես, շատ չար օրեր են, ու ես տեսնում եմ, որ մարդիկ ավելի են չարանում։ Որտեղ գիտես ինչ, երբ որ մարդուն մի փոքր իշխանություն ա տրվում, այդ իշխանությունը պետք է ճիշտ օգտագործվի։ Այսօր ես տեսնում եմ, երբ որ մարդուն իշխանություն ա տրվում, ինքը սկսում է հասկել մարդկանց եւ ինչ անել, վնասել մարդկանց։ Որտեղ ինքը ուզում է իր ճիշտը, բայց չի նայում այն ճշմարտությանը, որը Աստծուց է գալիս։ Եվ գիտես ամենակարևորը որն է, երբ որ մենք Աստծո հետ ենք, մենք պետք է վստահենք։ Ամեն։ Ով է հավատում, որ Աստված վստահում է մեզ։ Աստված վստահում է, Աստված տալիս է, Աստված խորհուրդ է տալիս մեզ, սովորեցնում է մեզ, նա միշտ ուզում է, որպեսզի մենք այդ վստահության մեջ լինենք իր հետ։ Բայց այսօր մարդիկ իրար չեն վստահում։ Ստեք դուք, ոչ մեկը չի վստահում մյուսին։ Եվ եթե դու ասես չէ, ես վստահում եմ, դու սուտ ես, ասում եմ, 100% չես վստահում։ 100% ոնց վստահություն չկա եկեղեցու մեջ, ոչ մեկը իրար նկատմամբ։ Ու Տերը խոսած ինձ սրտի հետ, հալելույա։ Գիտես, չվստահելը դա չարություն է։ Երբ որ դու չես վստահում ինչ-որ մեկին, հալելույա, որը Աստծուց ծնված է եւ Աստծո, հետ է, դու ինչ ես անում, դու մեղք ես գործում Աստծո խոսքի նկատմամբ եւ Աստծո նկատմամբ նրա համար, որտեղ դու մեկ չես լինում նրա հետ եւ խոսքը չի կատարում, որտեղ Աստված ասում է՝ «Սիրիր քո ընկերոջը քո անձի պես»։ Եթե դու սիրում ես քո ընկերոջը, ուրեմն կա վստահություն այդ սիրո մեջ, որ պետք է ինչ լինի միաբանություն եւ այդ միաբանությունը վերի հաղթանակ, հալելույա, որտեղ երկուսը երբ որ միաբանվեն երկրի վրա ինչ էլ որ խնդրեն Աստված կտա, բայց դա պետք է լինի վստահության մեջ։ Ու գիտեք հենց ինչն է կոտրում այդ հավատքը, ինչն է կոտրում Աստծո խոսքի զորությունը, այդ անվստահությունը միմյանց նկատմամբ։ Գիտես, ես այն լավ ասում, Տեր, ով հավատաց մեր լուրին։ Դա է հավատացող մարդ։ Ով է հավատում Հիսուսին։ Դու ձեր բարձրացնի։ Եթե դու չես հավատում, ուրեմն ձեռը չես բարձրացնում։ Ես հավատում եմ Հիսուսին։ Ու լավ ասում, Տեր, ով հավատաց մեր լուրին։ Ու հարց։ Ասա Աստված ամեն օր լուր է տալիս։ Նորից ասա, Աստված իր խոսքի միջոցով լուր է բերում, որ մենք ինչ անենք, հավատանք նրան, ինչ որ Աստված խոսում է։
Փառք Հիսուսին։ Հավատքը լսելուց, հա, լսելը Աստծո խոսքից։ Ու շատ մարդիկ փակում են ականջները քարոզ լսելու համար։ Որովհետև այդ քարոզը իրանց կաղադուրը չի գալի եւ այդ քարոզը կարող է ինչա հանդիմանական է կամ սովորեցնող է, գիտես կամ էլ առողջացնող է։ Ասա Աստծո խոսքը առողջացնում է։ Աստծո խոսքը չի հիվանդացնում։ Սիրելիներս, Աստծո խոսքը չի հիվանդացնում։ Աստծո խոսքը կենթանացնում է։ Հիսուս ասեց, ես չեմ եկել առողջների համար, ես եկել եմ հիվանդների համար։ Եվ նրա խոսքը ամեն տեղ բերում է ինչ? Առողջացում։ Եվ հոգևոր կյանքում, եւ ֆիզիկական կյանքում Աստծո խոսքը ամեն զորություն է բերում իր հետ։ Ով հավատաց մեր լուրին։ Գիտես այսօր Տերը խոսում է իմ սրտի հետ մի հետաքրքիր բան, հալելույա։ Որն է քո համար ավելին, քոնը թե իմս։ Ինչի մասին ես դու ավելի շատ մտածում, քո համար, քո բարեկեցության համար, քո շահի համար, թե իմ ծնագրերի, իմ տեսիլքի եւ իմ գործի համար, որն է։ Դու հավատում ես, որ Աստված շատ ժամանակ նայում է, որն է քո համար առաջնային, ինքը թե քո կյանքը։ Որտեւ եթե դու քո կյանքն ես փնտրում, եթե քո գերես ուզածն ես փնտրում, դու Աստծուց հեռանում ես։ Խոսքն ասում, ով իր անձը փնտրի, նա կկորցնի։ Որտեւ դու փնտրում ես որտե դու պետք է փնտրես քո անձը Տիրոջ մեջ։ Որ գտնես, բայց եթե դու քո անձը փնտրում ես քո ցանկությունների մեջ, քո ուզածի մեջ, դու կորցնելու ես, ուզես թե չուզես, որտեւ խոսքն է ասում։ Հալելույա։ Ասա Աստված սեր է։ Եվ Աստված ուզում այդ սիրով միաբանի մեզ, որ մենք այլևս չլինենք, հա, աշխարհիկ մարդկանց պես, չլինենք աշխարհիկների պես, չլինենք այն մարդկանց պես, ով իրենցն են փնտրում, եւ այսօր ամբողջ աշխարհն է իրենը փնտրում։ Չկա մեկը, որ իր եղբորինը կամ քրոջինը փնտրի։ Մենք չենք կարող Աստծո առաջ ճիշտ տանենք, հա։ Գիտես, լացը մարդու լաց է գալի, երբ որ տեսնում է իրականությունը, ու եթե դու չասես այդ իրականությունը, դու կարող ես պայթես։ Ու ես այն հենց դրա համար էր, գիտես ինչ էր, նա շատ ստենց լցված էր, ասեց, Տեր, ով հավատաց մեր լուրին, չէ որ առավոտ կանուխ, քո մարգարեներին ուղարկում էր քո ժողովրդի մեջ եւ նրանք քո խոսքն էին բերում, այն խոսքը, որ ազատություն էր տալու, այն խոսքը, որ տալու էր հաղթական, բայց նրանք չլսեցին։ Փառք Հիսուսին։ Ես ասի Տեր իմ Աստված, կամ ես պետք է լիարժեք ծառայեմ ու հավատքի մեջ առաջ անցնեմ եւ լինեմ այն անոթը, որը կլցված կլինի քո հոգով, կամ էլ Տեր իմ Աստված, վերցրա ինձ, որ ես չտեսնեմ այն ինչ որ իմ շուրջը կատարվում է։ Գիտեք, հիմա եմ ես հասկանում, գիտեք, Աստծո հետ լինող մարդը հասկանում է ինչ որ եղել է։ Ստեք դուք։ Նա հասկանում է բոլոր մարգարեների տված խոսքը, նա վերապրում է այդ ժամանակը, նա վերապրում այն ցավը, որ ինչ անի Աստծո ճշմարտությունը պահի։ Որովհետև եթե դու չես վերապրում այն ցավը, որը կրում էին Աստծո ծառաները, մարգարեները, առաքյալները, գիտեք մի հետաքրքիր բան, ես նայում եի ու զարմանում էի։ Ստեփանոսը միջև իր կյանքի, գիտես արդեն քարերը վեկանած պետք է քարկոծեին, նա միջև վերջ Աստծո ավետարանը քարոզեց։ Միտեղ չգնաց կամպրոմիսի ասել լավ էլի արդեն քարերը վեկան են, հեսա խփելու են, հեսա մեռնելու եմ, ավելի լավ է չխոսամ, խոսած։ Նա միջև վերջ խոսած։ Դες քարերը տալիս էին գլխին, բայց նա խոսում էր։ Որտեղ տանջված էր Աստծո ավետարանը քարոզելու համար։ Նա գիտեր, որ Աստված կանչել է իրան խոսքը խոսալու, չի կանչել նրա համար, որ գնա կամպրոմիսի տեսնի հանգած դժվարությունը, կողքի քարերը եւ կանգնի։ Տեսնում եմ Հիսուսին հորացում կանգնած։ Ու գիտես ինչ արեց։ Սաղ գազազեցին։ Գիտեք, երբ որ դու Աստծո հետ ես, շատերը չեն հասկանում։ Հալելույա։
Նրանք ոչ թե մտնում են ճշմարտության մեջ, այլ գալիս է հակառակությունը։ Ստես դու։ Ով ասում ասո ճշմարիտ խոսք այսօր, ընդունի իր սրտի մեջ հավատքով։ Սուս մնա։ Մենք չենք անում, դու էլ մի արա։ Եվ մարդիկ ուրախանում են չանողներին։ Չանես, Հովանես եղբայր չգնաս չանես։ Ասա ամեն մարդ իրա պտղով է երևալու։ Քրիստոսին հարցրեցին, ասա այսօր շատերը հարցնում են Քրիստոսին, իրանց աղոթքների մեջ, որն է ճշմարտությունը, ոչ ճանաչենք, որ քոնն է, ոչ ճանաչենք, որ այս մարդիկ քոնն են։ Հիմա նորը հավատ, ինչ-որ մեկ է գալիս, ասում է, ոչ ճանաչենք Հիսուս։ Ինչ ասեց Հիսուսը։ Իրանց պտուղներից։ Իրանց պտուղներից ճանաչեք իրանց։ Ու գալիս է մարդը, հալելույա, ու գիտես քո անտարբերության պատճառով, քո գիտես այդ հոգևոր, ոչ հասուն վիճակի պատճառով թողում գնում են։ Որտեղ չեն տեսնում են սերը, չեն տեսնում են նվիրվածությունը, չեն տեսնում են փառաբանությունը, երկրպագությունը։ Գիտեք հոգևորում երևում է։ Հիմա հոգևոր աշխարհում երևում է քո հոգևոր վիճակը։ Ո՞վ է հավատում։ Հոգևոր աշխարհում երևում է քո հոգևոր վիճակը։ Արդյոք դու ժայռի վրա ես։ Արդյոք դու հնազանդության խոնարհության մեջ ես ասա, թե դու լրիվ ուրիշ տեղ ես։ Թարք Հիսուսին։ Որտե՞ղ ես դու։ Գիտես այնքան մեծ ցավ էր վերապրում Աստծո սիրտը, գիտես մեծ ցավ վերապրեց այն ժամանակ, երբ որ եկավ Եդեմական պարտեզը շփվելու Ադամի հետ ու Ադամը չկար։ Այսօր նույնն է, սիրելիներս, ես ձեզ ասում եմ, ոչ մի բան չի փոխվել, ինչի չկար, որովհետև ինչ էր արել, աչքերը բացվել էր։ Գիտես ինչի վրա էր բացվել, նրա վրա, որ Աստված չէր ուզում, որ բացվեր։ Աստված չէր ուզում, որ իրանց աչքերը բացվեն, իրանք իրանց մերկությունը տեսնեն, որովհետև Եդեմական պարտեզում Աստված այնց էր ստեղծել, որ իրանց ամեն ամբողջական է սարքել, որ ինչ անի, մերկություն չկար։ Բայց հենց մեղքը, հենց աննազանդությունը ինչ արեց, բացեց նրանց աչքերը, իրանք տեսան իրանց մերկությունը։ Ու փախան Աստծուց։ Ինչի փախան, գիտեք, որովհետև այն ինչ որ Աստված ասել էր չանեք, արեցին։ Հիմա սիրելիներս մենք նայենք Աստծո խոսքին ու տեսնենք ինչքան բան Աստված ասել, որ չանենք, բայց անում ենք։ Լուրջ է։ Շատ լուրջ է այսօր։ Ինչքան ասե, հանկարծ մեղք չգործես։ Որն ամենամեղծ մեղքը անհավատությունն, թերահավատությունը, որ մենք չենք հավատում, որ Աստված մեր հետ է, որ մենք Աստծո վերահսկողության տակ ենք, որ ամեն մեր խոսքը կարա ճակատագրական լինի։ Քո խոսքից, ասա իմ խոսքից, կարամ արդարանամ եւ իմ խոսքից կարամ ինչ անեմ, դատապարտվեմ։ Ճիշտ բաներ խոսա։ Այն բաները խոսա, որ Աստված ասել է քեզ։ Մի ասա այն բաները, ոնց որ դու ես մտածում։ Փառք Հիսուսին։ Ասա փառք Հիսուսին։ Գիտես այնքան հետաքրքիր մի հատ տեղ եմ կարդալու հեսա։ Ու ես տեսնում եմ, որ գիտես Աստծո արած հրաշքը, երբ որ Աստված հրաշք անում, շատերը չեն ուզում տեսնեն։ Որովհետև գիտես ինչն է, իրանք չեն ուզում, հոզորով չի, իրանց համար է հրաշքը կործանարար է, որովհետև իրանց դիրքը, իրանց վարվելաձևը, որոնք իրանք վարվում են Աստծո հետ, չի համապատասխանում Աստծո գործերին։
Եվ դա ինչն անում, բերում է հակառակություն, որ հանկարծ Աստծո հրաշքը չլինի։ Ո՞վ է սպասում Աստծո հրաշքի այսօր։ Եթե դու սպասում ես, չի ուշանա։ Եվ անցկենալիս Հովհաննես 9-րդ գլուխ առաջի խոսքին ասում է. Եվ անցկենալիս մի մարդ տեսավ ծնունդից կույր, նրա աշակերտները հարցրին նրան եւ ասեցին. Ռաբի, ով է մեղանչել, սա թե իրեն ծնողքը, որ կույր է ծնվել։ Գիտես ինքը արժանի չի, անել ինչ որ մի բան կա, մեղքի պատճառը։ Էս իրանք են մտածում, աշակերտները, մենք էլ կանանք սխալ բաներ մտածենք։ Դու ստես, ու շատ ժամանակ սխալ ենք մտածում, մարդու նայում ենք ու սխալ բաներ ենք մտածում իր նկատմամբ։ Վայ ինքսնես, վայ, սա բերում է հակառակություն, բայց տեսեք Հիսուսը ինչ ասում։ Բայց մենք մոռանում ենք, որ վերջնական խոսքը Իրանն է։ Ասա Տեր, վերջի խոսքը քոնն է։ Ոչ թե ես ոնց եմ մտածում, այլ քոնն է խոսքը։ Ինքն է ասելու։ Իտոգը ինքն է տալի։ Փառք Հիսուսին։ Տեր ով է մեղանչը, դե իրանք գիտեն, որ մեղքին է, այս երեխեն կույրածնվել, ուրեմն կամ հերն է մեղավոր, կամ մերն է մեղավոր, հալելույա, իրանց մտածելակերպը, ու շատ ժամանակ մեր մտածելակերպն է, ամեն մղում դրան, այլ ոչ թե Տիրոջից հարցումը։ Ու մենք գալիս ենք Տեր, ով է։ Տերն էլ ասում է, ասա Տերն է ասում։ Ոչ դա է մեղանչել։ Ոչ էլ իրանց ծնողքը, այլ որ Աստծո գործերը հայտնի լինեն դրանում։ Ով ասում որ Աստծո գործերը հայտնի լինեն քեզնում։ Ուզում ես դու լուրջ ասա Աստված ուզում է, որ իր գործերը իմ մեջ հայտնի լինեն։ Որ ես կույր էի ու իմ աչքերը բացվեց, որովհետև Հիսուսը կամեցավ, որովհետև դա իր կամքն էր։ Չեք գիտեք, չէ խոսքն ասում, կույրեն կույրի առաջնորդ։ Առաջնորդում են, կույրը կույրին առաջնորդելով երկուսն էլ փոստն են ընկնում, եւ ինչ էր մարդիկ գնում են կուրորեն, ասում կույր եք դուք, չեք տեսնում դուք։ Ու դե մի տեղ էլ կա որ խոսում է Աստծո ժողովրդի համար ասեն, ով է կուրացրել ձեզ։ Ով ձեզ ճշմարտությունից հեռու պահեց։ Դու գիտես ով է դա։ Դա մեր ոսող թշնամին է։ Որ եկել է կուրացրել է, որ դու անգամ չտեսնես, հանելույա ճշմարտությունը, խոսքի եւ Հիսուսի զորությունը։ Ու ես զարմանում եմ, որ նոր կտականում է Պողոսը գրում, ինչպես Եսայան էր ասում, Տեր, ով հավատաց մեր լուրին։ Դու հավատում ես այսօրվա լուրին, որ Աստված ունի քո համար, ով է հավատում։ Փառք Հիսուսին։ Աստված բարի լուր ա բերում, որ ինչ անենք մեր երբեք չարի չհանդիպենք, որ չարի համար դռներ չբացենք, որովհետև շատ ժամանակ մենք ինչ ենք անում, մեր սխալ վարմունքով չարի դուռ ենք բացում, հետո գալիս է, գիտեք, կյանքը, ասա կյանքը հոգու մեջ է։ Դու պետք է այդ հոգին ունենաս, որը կյանք է բերում։ Իսկ երբ որ դու այդ հոգին ունես, որը կյանք է բերել քո կյանքի մեջ, դու պետք է մտածես միայն նրան հաճելի լինելու, որ հանգարց չվիրավորես։ Դու գիտեք քանի անգամ եք վիրավորել Տիրոջը։ Քանի անգամ եք տրտմեցրել Աստծո հոգուն, որ ձեր մեջ է, որ տա ձեզ փրկությունը եւ աղտանակը։ Եվ մի տրտմեցրեք Աստծո Սուրբ հոգուն, որով կնքվեցաք փրկության համար։ Ո՞նց ենք տրտմեցնում։ Մեր սխալ խոսքերով, մեր սխալ վարմունքով, մեր թերավատության, անհավատության, անհնազանդության չխոնարհվելու պատճառով։ Ես հավատում եմ Հիսուս դու, ուշ վերջացավ, Հիսուսն ասում է մենակ ես չեմ։ Հալելույա։ Ով է հավատում որ Հիսուսն ասում է մենակ ես չեմ։ Ասա Հիսուսն ասում է քո կողքինդ էլ։ Ասա դու էլ, կողքինդ ասա դու էլ։ Որտեվ խոսքը ասում է
Եթե կողքինիդ տեսնում ես ու չես սիրում, ինձ որ չես տեսնում այ կեղծավոր, որտեղից կսիրես։ Չէ, մենակ դու Հիսուս ջան, հալելույա, ես լավ եմ, ուրախ եմ, օրհնված եմ, փառք ես։ Հալելույա, այնքան լավ է իմ համար։ Ասում եմ, ուր մնաց քո ընկերդ։ Ուր մնաց իմ խոսքը։ Ուր մնաց միաբանությունը։ Ուր մնաց հավատարմությունը։ Ուր մնաց քո փափագը։ Ուր է ականջը քո կյանքում։ Ուր է ոտքը քո կյանքում։ Ուր է։ Ո՞վ է հավատում, որ ինքը մարմնի մի անդամ է։ Կաս է մարդը, որ հավատում է, որ ինքը մարմնի մի անդամ է։ Ու Տերը գալիս ասում է, ուր է աշկդ։ Դե Տեր գիտես, այսօր աշկը պետք չի։ Գալիս ասում է, ուր է գլուխը։ Դե այսօր այդքան կարևոր չի գլուխը։ Ուր է պոշկետ։ Դե կարևոր չի այսօր պոշկես։ Ուր է քո սրտի բաբախումը, դե կարևոր չի։ Ով է հավատում, որ սիրտը կայնեց, ամեն բան կայնելու է։ Դե կարևոր չի։ Ասում է, կարա աշկը ասի, ականջ դու ինձ պետք չես։ Բան չեք ասում։ Ընչեք է ձևի վարվում, ընչեք նեղացնում ասում։ Դե ձի պետք չես։ Ամեն այդ աշկը չեղավ, գլուխը տալու ես պատին։ Ոտքը չեղավ, չես կարլու քայլես։ Ով հավատում ասո խոսքին։ Խնդրում եմ ուշադիր եղեք։ Մի շեղվեք ում տեսել եք, երևի 100 անգամ իրար տեսել եք։ Ծառայության վերջում կփաթաթվեք իրար, խոսանք իրար հետ։ Յետեք հարգեք Սուրբ Հոգու ներկայությունը։ Ու շատ ուշադիր եղեք։ Լսել եք, որ ասում է, ականջի կողքից անցավ խոսքը։ Տեր, ես խոնարհեցնում եմ իմ անձը քեզ լսելու Տեր։ Երբ որ դու գալիս ես եկեղեցի, խոնարհեցեք քո անձը, քո ականջը ու խոսքն ասում, խոնարհեցեք ձեր ականջները լսելու համար, հալելույա։ Դե ինչ կարևոր է այսօր հովը ինչ ասելու, նոր բան չի ասելու, երևի 20 տարի լսում եմ այդ ինչ որ ասում է։ Ասա 2000 տարի։ Նորից ասա 2000 տարի։ Աստված նույն բանն ասում։ Կարաս ասեց 2000 տարի Աստված նույն բանն ասում։ Ոչի բան չի փոխվել։ Ոչ մեկ էլ չի կարա փոխի։ Հալելույա։ Փառք Հիսուսին։ Դեք ինքան մի հատ հետաքրքիր պահ է։ Այսօր վերապրում եմ ես, դա հալելույա, փառք եմ տալի քեզ Տեր, ես փառք եմ տալի, որ ես քո տան մեջ եմ, որովհետև ես գիտեմ քո տան մեջ կյանք կա, շատերը այսօր ասում են, ինչ կարևոր է եկեղեցի շուտ գնալ, աղոթքատան մեջ լինել, ինչ կարևոր է, ով ազում Տիրոջ տան մեջ լուր, տեղ ունենան։ Փառք Հիսուսին։ Հեսա փող կտան կգան կմաքրեն, հեսա փող կտան կգան կփորեն, հեսա փող կտան կես կանեն, են կանեն, բա դու ինչ պետք է անես։ Դու ինչ պետք է անես Աստծո համար։ Շուտով մենք ունենալու ենք մի հատ հրաշալի ծրագիր մեր եկեղեցու շինարարությունը, տեսնենք էլ ինչ ես անելու։
Ով ինչ անելու։ Փառք Հիսուսին։ Ով ամեղան չէ։ Ինձ պետք է նայեք տեսեք ինչ ասում Հիսուսը։ Ինձ պետք է նրա գործերը գործել։ Ում գործերը, Աստծո գործերը։ Ո՞մ է, ոչ մեկ, որ Աստծո փառքը երևա, բայց Աստծո փառքը երևալու համար պետք է ինչ անել, գործել։ Եթե մենք այսօր չենք գործում հավատքով, եթե մենք այսօր չենք անում այն ինչ որ Աստված ասել է, մենք չենք կարա տեսնենք հրաշքը։ Ո՞վ ուզում այսօր հրաշք տեսնի։ Հրաշքը քո կյանքում լինելու է այսօր։ Որովհետև ինձ պետք է իր գործերը գործել։ Հալելույա։ Շուրարի կողքին տասա ինձ պետք է այսօր գործել։ Հավատքով։ Ինձ պետք է։ Ինձի պետք է նրա գործերը գործել։ Չի ասում, գիտեք, ես հեսա տասնեմ հեսա ու ուշադրություն մի դարձրեք իրա վրա։ Հա? Մեղավորի մեկն է։ Դու ոնց կույր ծնվելա, կույրել մնա, ասա Աստված։ Կույրերին աշկերը բացող Աստված է։ Ու մարդիկ կան, որոնց կյանքում այսօր Աստված ուզում է գործի։ Ով ասում որ Աստված իր կյանքի վրա այսօր գործի։ Փառք Հիսուսին։ Այսօր գործելու է Սուրբ Հոգին։ Գիտեք խայ գործելու, որտեվ առանց իրա։ Ես ինչ էր այսօր իմ ամբողջ օրվա երգը։ Առանց քեզ Տեր ես զրո եմ։ Առանց քեզ Տեր ես ոչինչ եմ։ Առանց քեզ Տեր կյանք չկա, առանց քեզ սեր չկա, առանց քեզ եղբայրություն չկա, առանց քեզ Տեր իմ Աստված միաբանություն չկա, առանց քեզ խոնարհություն չկա, առանց քեզ կյանք չկա, առանց քեզ ոչինչ չկա, ուրախություն չկա։ Բայց քո հետ եւ սեր կա, եւ խոնարհություն կա, միաբանություն կա, աղոտ կա, խոսքի զորությունը կա, հավատ կա, հալելույա։ Եվ գործ կա, որտեղ հավատքը առանց գործերի մահացած է։ Ինձ պետք է նրա գործերը գործեն, որ ինձ ուղարկեց։ Ես չեմ կարա, ով է ուզում ուղարկված լինի Աստծուց։ Դու այսօր մանավանդ ծառայողները, ովքեր որ պատասխանատվություն են վերցրել Աստծո մոտ ծառայելու, իրանք ուղարկվում են, ասում ով կարա քարոզի, ով, եթե ուղարկված չլինի։ Ով կարա խոսք բերի, եթե Աստծուց իշխանություն տրված չլինի։ Ով։ Ասա Տեր շնորհակալ եմ, որ դու ինձ ընտրել ես։ Ու դու հավատում ես, որ Աստված նայում է արդյոք դու իր գործերը անում ես, որ վստահի քեզ իր խոսքը։ Դու գիտես, որ Աստված իր խոսքին հետևում է, որ անի։ Ինքը հետևում է։ Եթե դու քո համար սովորական է դառը Աստծուն ծառայելը, Աստծո խոսքը ընդունելը, Աստված երբեք չի տա քեզ հնարավորություն այդ խոսքը բանեցնել, որտեղ քո համար սովորական է։ Իմ համար Աստծո խոսքը սովորական չի եղել, չի լինելու։ Ասա Աստծո խոսքը բժշկարար է։ Աստծո խոսքը հաստատող, Աստծո խոսքը կյանք բերող է։ Եվ ես պետք է ընդունեմ։ Եվ նա է բաժանում ամեն բան։ Աստծո խոսքն է ինձ բաժանում աշխարհից, դու գիտեք։ Դու չես կարա ինձ բաժանես։ Ոչ մեկը չի կարա ինձ բաժանի աշխարհից, բայց Աստծո խոսքը ինձ բաժանում է։ Սուրբ Հոգու միջոցով։ Նա ասում է մարմնի ցանկությունը մի արա, ես ասում եմ հալելույա, Տեր իմ Աստված, փառք ես։ Նա ասում է սիրիր քո ընկերոջը քո անձի պես, հալելույա, Տեր ես սիրելու եմ։ Քո խոսքն այնց առաջնորդում։ Տեր, ես այսպես եմ հասկանում, մի վստահիր քո հասկացողությանը, որտեղ ինձ ճանապարհները քոնը չեն, ես քո խոսքն եմ հասկանում։ Ես քո խոսքն եմ ընդունում։
Այդ քո հասկացողությամբ ես դու ապրում, թե իմ խոսքով։ Ո՞վ է իր հասկացողությամբ ապրում։ Ես հստակ եմ մտածում, հալելույա։ Աշակերտներն էլ էին մտածում, հալելույա։ Մեղանչել են, հերը մերը, ինքը։ Հիսուսն ասեց ոչ ոք։ Ես գործ ունեմ անելու։ Ինձ ուղարկողի գործն եմ անում։ Փառք Հիսուսին։ Ով հավատաց, ասա ով հավատաց, երբ փրկվեց, պետք է գնա։ Պետք է գնա ինչ անի, ավետարանի։ Դե դեր գիտես, ավետարանելս էլ չի գալի էլ։ Միշտ դու չտաս, քեզ չի տրվի։ Ասա Աստված տալիս է ինձ, որ ես էլ տամ։ Ու եթե ես չեմ տալի, ինձ էլ չի տրվի։ Ինձ պետք է նրա գործել, որ ինձ ուղարկեց, քանի որ օր կա, ասա, քանի որ օր կա։ Գիշերը գալիս է, որ այն ժամանակ ոչով կարող չի գործել։ Ասա ժամանակ կա, կգա, էլ պետք չի գործել։ Հավատում ես, որ կարա գա ժամանակ, որ էլ քո գործերը պետք էլ չի լինել ասում։ Որտեվ քո գործը արդեն ուրիշը նես կանի։ Այն գործի համար, որ Աստված քեզ կանչել էր ու ժամանակ էր տվել, ու դու ժամանակը չօգտագործեցիր, Աստված գիտես ինչ ասեց, դուք իրանք չանեն, քարերը կանեն։ Սա հենց այնպեսի խոսքեր չի, սա մեզ ինչ անելու, հաստատելու խոսքեր են, ցույց տալու այն ամեն ինչ, որ Հիսուս խոսեց։ Նա խոսացել է, խոսում է եւ խոսելու է։ Փառք Հիսուսին։ Դու ինչ-որ բան ստանում ես։ Դու հասկանում ես ինչքան լուրջ է։ Գիտես, այսօր մի աշխարհիկի հետ է խոսում, ու ինքը այնքան վրդովված էր, այնքան չարացած, ամեն ինչի նկատմամբ։ Ու սկսես խոսալ, ես չեմ էլ հարցրի իրան։ Թե խի խոսած, ես չհասկացա։ Ինքը ամեն ինչում վատ էր տեսնում։ Հարաբերություններից վատ էր տեսնում։ Իր ընտանիքը ամբողջովին իր համար թշնամի էր։ Աշխատանքի մեջ ընկերները սա թշնամի էին։ Ոչ մեկը իրան չէր սիրում, ինքն էլ ոչ մեկին չէր սիրում։ Գիտեք սատանան ինչ անում։ Չարությամբ լցնում է մարդկանց։ Մենք որպես քրիստոնյա իրավունք չունենք դժգոհելու։ Նա ասում է գոհացեք։ Գոհացեք ամեն ինչում։ Գոհացեք Աստվածանից։ Փառք տվեք նրան, հալելույա, ամեն ինչի համար։ Վստահեք եւ ձեր հոգսերը գցեք իր վրա եւ նա կանի։ Փառք Հիսուսին։ Տեր ես ուժեղ հավատացյալ եմ։ Գիտես։ Ես մի բան ուզում եք գաղտնիքով ուզում իմանալ։ Դուք հավատում եք, որ Աստված գաղտնիքները ասում է մենակ իր աշակերտներին։ Ասեց աշխարհին տրված չի։ Բայց ձեզ տրված է, երկնքի արքայության գաղտնիքները իմանալու։ Գիտեք մի հատ գաղտնիք կա։ Հալելույա։ Եթե դու այսօր չնազանդվես, դու կկորցնես ասում։ Եթե դու այսօր ասում թողես, Աստծո հետևելը թողես, քո համար շատ վատ է լինելու։ Որտեվ Աստծո խոսքն է ասում։ Եթե դու ասում լիարժեք չնվիրվես այսօր ու իր գործերը անես, դու կկորցնես, էլի եմ ասում։ Մի փնտրեք այն, ինչ որ կորստի համար է։ Ստես դու։ Մի փնտրիր այն, ինչ որ վերանալու է, կորելու է։ Այս ամեն երևացողները, ստես դու, կրակով այրվելու է։ Դու հավատում ես Աստծո խոսքին։ Ասեմ մի անգամ ջրեղեղով է լավ, մյուս անգամ էլ կրակով է։ Գիտես շատ երկար տարիներ առաջ մի հատ տեսիլք էր Աստված ցույց տալի, ես երեք եմ հիշել, հալելույա, ու ունեց մի հատ վախ էի վերապրում, ասում էի Տեր իմ Աստված, մենակ այս ժողովուրդը չվառվի։ Ու գիտես հետաքրքիրը որն էր,
այս հադիս սարից մի հատ հրաբուխ պայթեց ու սկսեց լցվել գյուղերը վառելով իջնել։ Ու գիտես մի հատ փոքր մեր սարն է, ու այդ սարի վրա կանգնած ենք մենք։ Ու գիտես ժողովուրդը փախնելով գալիս էր բարձրան մեր փոքր բլուրը, աղոթում գնում էին մարդիկ, փրկվում էին, այդ ձևի այդ վառելուց, բայց սաղ վազում էին այդ փրկության տեղը։ Ասա Աստված լույս է դրել մեզ աշխարհի մեջ։ Ու երբ որ աղոթում ենք մարդիկ փրկվում են, ու մի հետաքրքիր բան էր կատարում, սաղ գնացին մենակ ես մնացի։ Հալելույա։ Ես կանգնած մնացել էի այդ ամբողջը վառվելով իջնում էր։ Ու գիտեք ինչ է հետաքրքիր, որ ներքևից էլ մի հատ բարձրից իջան ժողովուրդը, մի հատ էլ ներքևից ելան։ Միջև կրակը իջնելը ներքև։ Դու գիտեք կրակը վերևից թափվելու է ու գնալու է միջև ծայրերը։ Ասա Աստված շատ փրկվածներ է բերելու։ Աստված սիրում է մարդուն։ Եթե չսիրեր իր մեածին որդուն չէր տվա։ Ու եթե մենք այսօր չցավանք կործանվողների, կորսվողների համար, Աստված չի տա մարդկանց։ Աստված չի վծնայի մեզ։ Եթե մենք ուզենանք մեր ուզնածը, եթե մենք ուզենանք փափուկ բաց, լավ կերակուր, լավ հագնելիք, լավ խմելիք, Աստված չի տա։ Ասակ օրը կա, Հիսուսն ասում, քանի որ օր կա, ասա Աստված ասում է, քանի օրը կա, պետքա գործենք, վաղուշ է լինելու, չկցես այսօրվա գործը վաղվան, դե տեր վաղը կապաշխարեմ, Հիսուս ջան, ասա այսօր է փրկության օրը, նորից ասա այսօր փրկության օրն է, հլե հարցեր կան, տեր ջան, հլե լիքը հարցեր կա, կանելը ճշտեմ տենամ, հովիվը ճիշտ է, ճիշտ չի, մի հատ հլը քննեմ, ոնց է, ինչա, նոր հետո կապաշխանեմ, եթե սխալ եմ, սխալ ես։ Ես ասում եմ, սխալ ես, եթե ուզում ես իմանաս, կա մեկը, ով որ կարա քեզ պատասխան տա, որտեղից, ասո խոսքից, հնազանդվիր և խոնարհվիր։ Միթե ես կնայեմ հազարավոր զոհերին, որ դուք բերում եք, չէ որ ես նայում եմ խոնարհությանը, Աստծուն ոչ մեր փողերն են պետք, ոչ մեր նոխազներն ու ոչխարներն են պետք, ոչ էլ են մեծ եսի մինչերը, այլ մեր խոնարհությունն է պետք, ու հնազանդությունը։ Հալելույա։ Այն ինչ որ Աստված պիղծ է համարում, դու էլ պիղծ համարի։ Ստես դու։ Այն ինչ որ Աստված սխալ է համարում, դու էլ սխալ համարի։ Այն ինչ որ Աստված ճիշտ է համարում, դու ճիշտ համարի։ Ասում է վայ նրան, որ արդարին կասի դու սխալ ես, իսկ սխալին կասի արդար ես։ Ով որ սխալին կարդարացնի, իսկ արդարին սխալ կանի։ Դու գիտես որ դու շատ վտանգավոր տեղում կարաս կայնած լինես։ Փառք Հիսուսին, ասա օր կա, ու Աստված գործում է, ու գործելու է, քանի քեզ տրված այդ օրվա մեջ, ասուց վեկալել, իրա ճշմարիտ խոսքը, և կյանք ունենալ, ուրեմն չկորցնես այսօրվա օրը։ Ես այսօր ուղարկվել եմ ասուց, ստես դու, ու ամեն անգամ, ամեն քարոզ, որ ես քարոզում եմ, Աստված է ինձ ուղարկում այդ քարոզը քարոզելու։ Ստես դու։ Եթե Աստված այսօր գիտի, որ այսօր ախո փրկության օրը, հավատարմության օրը, այսօր այն օրը, քանի գիշերը չի եկել եւ Աստծո լույսն է եկել, որ մենք պետք է գործենք Աստծո գործը, որ մենք գործի, վաղ ուշ է լինելու։ Ես հիմա իմ հոգու մեջ զգում եմ, որ Սուրբ Հոգին այստեղ է, ու ինքը նայում է քո սրտին, քո մտածողության, ասում է, դեռ դու չխոսացած, ես գիտեմ ինչ ես խոսալու։ Այնպես բան խոսա, որ խաղաղություն բերի։ Այնպես բան խոսա, որը քաղցրություն բերի։
Անես բան խոսա, որ քո կողքինը հաճույք ստանա։ Երբեք մի խոսա այն, որ մարդու վրա բերես հարձակում։ Մեմ երբեք հակառակ մի եղի, որ Աստված բարկանա։ Դու գիտես, որ Աստված հակառակվում է հակառակվողներին։ Բայց խոնարհներին, ասա խոնարհներին շնորհք է տալիս։ Ասում օր կա, գիշերը գալիս է, որ այն ժամանակ ով կարող չի գործել։ Ժամանակ է գալու, ասում ոչ մեկ չի կարող գործել։ Քանի ժամանակն է գործելու, մենք պետք է գործենք։ Ստես դու, այսօր է օրը։ Սիրելիներս, ես ասում եմ, այսօր օրն է քո փրկության, որ դու վերցնես այդ փրկությունը, պահես փրկությունը։ Դու գիտես, որ կարաս փրկությունը կորցնես։ Դու գիտես, որ կարաս ընկնես ուժեղ հարձակման տակ։ Գիտես, մի հատ հետաքրքիր բան է, կյանքը թել է։ Եթե այդ թելի մեջ Հիսուսը չկա, այդ կտրելը հեշտ է։ Պետք է Հիսուսը լինի։ Դե Հիսուսը իմ հետ է։ Ով քեզ այդ սուտ ասեց։ Ով է քեզ այդ սուտը ասում։ Հետո քեզ խաբեց։ Հիսուսը իմ հետ է։ Ուր ես գնում եմ իր հետ է, իմ հետ է, հալելույա։ Հիսուսը տես բան չի ասել, որ գնաս քո հետ կլնեմ։ Հիսուսն ասել է, որտե ես եմ։ Ասա Հիսուսն ասել է, որտե ես եմ։ Առաջինը հետ է։ Երկրորդն էլ ասում է, հա, որ իմ հետ կլնես, ես էլ քո հետ կլնեմ, ուր որ կգնաս։ Չի ասում, որտե դու ցանկություններով կգնաս, ես քո հետ եմ, հալելույա, բայց որտե ես եմ դու չես լինի։ Մենք խաբված ենք շատ ժամանակ։ Ու դա սատանայի սուտն է, Հիսուսը քո հետ է, գնա զվարճության վայրերը զվարճացիր, աղոթքը թող, քույրերի եղբայրների հետ հաղորդակցությունը թող, քո աշխարհի ընկերներիդ հետ եղի, ես քո հետ եմ այնտեղ։ Ով խաբեց քեզ։ Ով սուտ ասեց քեզ։ Ինչ գործ ունի լույսը։ Խավարի հետ։ Դու գիտես, որ դու գնում ես խավար միջավայրում նստում ես։ Դու խավար միջավայրի հետ ես։ Դու լույսի մեջ ես։ Որտեղ ընդ քեզ հաճելի է։ Ու գիտես, երաժշտությունն է հաճելի, ոչ թե փառաբանությունն ու երկրպագությունն է քեզ հաճելի, այլ աշխարհիկ երաժշտությունը։ Սեղանները, լույսերը, մեկ էլ կռապաշտ արձանները։ Ասա Տեր օգնիր մեզ։ Նորից ասա Տեր ներիր մեզ։ Օգնիր մեզ։ Որ կարողանանք պահենք քեզ, որ կարողանանք հաճելի լինենք քեզ, որ մենք հավատքը զարգացնենք մեր մեջ, հավատարմությունը զարգացնենք։ Դե ոչինչ, մարդ է։ Հədə մի բաժակ խմա թող խմի։ Դու գիտեք, որ ամեն ինչ մի բաժակից է սկսում։ Ու խոսքը ասում է այն ինչ որ Աստված մեղք է համարում։ Դու էլ մեղք համարի։ Իսկ այսօր շատերի համար, ինչ որ Աստված մեղք համարում, իրանք մեղք չեն համարում, դա նորմալ է։ Ու հենց ստեյց է գալիս անկումը։ Հենց ստեյց է գալիս շեղումը։ Համաձայն ես իմ հետ։ Ասա Աստված ասում է չներումը մեղք է։ Էլի կա պայծ մեջը պայթես, մի օր կպայթես։ Ների։ Մի ատի, սիրի, ատելությունը մեջը տենքան է լծված, պայթելու է մի օր։ Դու ես քեզ վնասելու, կողքինը չի վնասվելու երբեք։ Մի գնա նրա հետ միաբանվի, որ քեզ հեռացնում Աստծուց։ Ով ուզում անի, երեխեդ կնի, կինդ կնի, ամուսինդ կնի, հարազատդ կնի, եթե քեզ հեռացնում Աստծո ճշմարտությունից, մի միաբանվի հետը։
Բային ամուսինն է, կամ իմ կինն է, բային մի նխեն է։ Վա դու ունես։ Ես Հիսուսինն եմ։ Ու Հիսուսի ճշմարտությունն է իմ համար կարևորը։ Եվ ասում եմ, եթե կգան, այս վարդապետությունից ուրիշ վարդապետություն կբերեն ձեզ, մի լսեք, փախեք։ Մի համաձայնվեք։ Եթե մեկը գասի, ինչ կարևոր է եկեղեցի գնալ, ասա հաջողություն քեզ։ Եթե մեկը գասի, այսօր ծնունդը ավելի կարևոր է, քան Աստծո, ծառայությունը, մի համաձայնվի, փախի իրանից։ Եթե մեկը գասի աշխարհիկ, քեֆերը ավելի կարևոր են, քան Աստծո, հետևից գնալը, փախի, միաբանվում ես դու, ինչ ես անում։ Գործնում ես Աստծո հետ փոխհարաբերությունը։ Փառք Հիսուսին։ Ասա քանի օրնա գործելու Աստված թե։ Ես ձեզ ասում եմ, ես օրեր ունեմ տրված Աստծուց, տարիներ, որ պետքա գործեմ Աստծո գործես երկրի վրա։ Միջև տեսիքը իրականություն չդառնա։ Ու ոչ ոք չի կարող ինձ խանգարի։ Այսօր գիտես մի հատ հետաքրքիր բան եկե, ոչ մեկ չի գրած, որ սատանան առաջինը գալու է քեզ խփի, անդամին խփի, ծառայողին խփի, օգնականին խփի։ Նա գալիս է հովվին խփի, որ ինչ անի, հոտը ծրի։ Ստես դու։ Գալը չի գալու օգնականին ասի, վայ գիտես ստեսն է, չէ՞, որտեղ օգնականով չի ծվրվելու հոտը։ Ծառայողով չի ծվրվելու հոտը։ Բայց հովին խփելով հոտը ծվրելու է։ Ասա Տեր, ես բուժման կարիք ունեմ։ Նորից ասա բժշկվելու կարիք ունեմ։ Վարսացա ձեռքդ ասա Հիսուս, ես այսօր բժշկվելու կարիք ունեմ։ Ինձ հոգևոր բժշկություն ա պետք։ Որ բացես իմ հոգու աշկերը։ Որ ես տեսնեմ ճշմարտությունը, քո խոսքի, որ սկսեմ գնահատել այն ինչ որ կա։ Փառք Հիսուսին։ Օրը կա խոսելու ենք։ Բայց կգա օրեր, որ ասում է կփնտրեն ու չեն գտնի։ Որ Աստծո խոսքը, հիշում եք, ժամանակ կար, որ Աստծո խոսքը շատ հազվագյուտ էր ունում հեղի ժամանակ։ Ինչն էր պատճառը, որտեղ Տիրոջ տունը պաշտպանող չկար, հարգող չկար, ոչ մեկ առանց վարձքի ոչ իման չէին անում, պղծում էին Աստծո տունը, իրանց անտարբերության պատճառով, ու Աստծո խոսքը հազվագյուտ էր լինում, մինչև որ Սամվելը ծնվեց, նվիրվեց։ Ասա ինչ գրված է, դա մեզ սովորեցնելու համար է, մեզ կանգնեցնելու համար է, որ մենք նույն սխալները չգործենք և Աստծո հետ փոխհարաբերությունները չվնասենք։ Փառք Հիսուսին։ Քանի որ աշխարհում եմ, լույս եմ աշխարհի։ Այս ասելով, թքեց գետինը թուքիցը ցեղ շինեց և ցեղը քսեց կույրի աչքերի վրա։ Հալելույա։ Ասա Հիսուսի թքի մեջ էլ կա զորություն։ Կարաս ասես Հիսուս ջան, քո թքի մեջ էլ զորություն կա։ Արա եկավ թքեց երեսից, դա լավ արես թքեց երեսից։ Ուրեմն ինչ կա։ Ասա Հիսուսի թքի մեջ զորություն կա։ Կողքը ոչ մեկ չասեց, ես ինչ ես անում, Հիսուս ջան, ես խետ թքում։ Հալելույա։ Հիսուսի թքի մեջ կար զորություն։ Թքեց ցեղ սարքեց, քսեց աշկերին։ Հալելույա։ Չէ, Հիսուս ջան, ջրով արա, ջրով։ Պատկերացնում ես կողքը ասեն, ջրով արա Հիսուս ջան, այդ ինչը թքում ես, թքով ես սարքում։ Ջրով սարքի Հիսուս ջան, չէ։ Ասեց իմ թքի մեջ կա զորությունը։ Փառք Հիսուսին։ Հալելույա։ Ավելի լավ է Հիսուսը մի հատ թքի մերեսին, քան թե հազարավոր կեղծավորներ ծիծաղան իմ երեսին։ Ստես դու։
որտեվ իր մեջ կա զորություն, իսկ կեղծավորների մեջ հարցակում։ Փառք Հիսուսին, կարաս գաս։ Հալելույա։ Օրը կա, մենք խոսալու ենք, օրը կա, ես չգիտեմ թե խիա Տերը դրան տանում չէի պատրաստ է, որ ասեմ այս խոսքը, բայց ես զգում եմ, որ պետք է ասեմ։ Ավլավա ինքը թքի մեր վրա, որտեվ իր թքով մենք կբժշկվենք։ Գիտես ինչ ասեց Աստված Մովսեսին, Ահարոնին ու Մայրամին։ Եթե ձեր երեխաներ արդյոք չէր թքի ձեր երեսին։ Ասում է թե չի ասում։ Ինչի համար ասում։ Որ թքեր երեսին, հալելույա ինչ կանի, կապ աշխարհին։ Ասա ես ապաշխարում եմ Հիսուս ջան։ Հալելույա։ Ինչի ասեց բայց այդ խոսքը Աստված։ Եթե ձեր երեխաներ արդյոք չէր թքի ձեր երեսին ու ասեց Ես ինչ եք անում, ես ում դեմ եք դուս եկել։ Հալելույա։ Փառք Հիսուսին։ Դե թող 7 օր գնա։ 7 օր թող դուս գնա։ Ու գիտեք հոգևոր բորոտությունը ավելի վատ է։ Գեզին չլսեց եւ ինչ եղավ Նեհեմիայի բորոտությունը եկավ իր վրա եւ իր ազգի վրա։ Ու մենք անմասն չենք մնա աննազանդության պատճառներից, եթե անազանդ գտնենք Աստծուն ու սովորականի պես նայենք։ Աստված կենթանի, ասա Հիսուսը կենթանի է։ Եվ նա իմ այստեղ է, որ կյանք տա մեզ։ Նա սիրում է ինձ։ Հալելույա, որ երկին ես երկում, ապրես։ Տեսնում եք, ամենալավը գիտեք, որ նա, երբ որ սիրտը ուրախանում է, երբ որ ասում ես, որ երկին ես երկելու, ասում է քո սիրած երկը։ Բայց իմը սաղ սիրած երկեր են, որը փառաբանում է Քրիստոսին, բայց սրտիս կպնող երկեր կան, որոնք դու երկում ես ու սիրտս հալվում է։ Գիտես խի, որտեվ Աստված սկսում է, ասում է, քանի որ դու կլանում ես ինձ, քանի որ դու ներծծում ես ինձ։ Գիտեք զորությունը ոնց է ներծծվում։ Ասեց, հիշում եք այն կնոջը։ Տեր, մենակ Անմար տնցի ոչ մեկ, ասա ոչ մեկը չի խանգարում, չասես խանգարում են։ Դու գիտես որ շատ ժամանակ դու ես խանգարողը։ Դու ինքդ քեզ խանգարում ես, բայց գցում ես ուրիշներին, այ, այս հարցը կլուծվի նոր, չկա այդ ձևի բան։ Ինձ ոչ ոք չի կարող խանգարի, որտեվ ես ունեմ ինչ, տեսիք, ես իմ հայացքը ուղղել եմ Քրիստոսին, որտեղից կգա իմ օգնությունը։ Ես հույսս երբեք մարդու վրա չեմ դրել, չեմ էլ դնելու։ Իմ հույսս ինքն է, եւ Աստված չի ուսախապելու իմ հույսերս։ Ես հույս ունեմ, որ Աբովյան քաղաքում հազարներով փրկվածներ են լինելու։ Ես հույս ունեմ, որ ուժեղ մեծ եկեղեցի ենք ունենալու, եկեղեցաշենք ենք ունենալու։ Ես հավատում եմ, ով կարա իմ հավատքին հակառակվի։ Կարա մեկը հակառակվի։ Հալելույա։ Դերեք խոսքն ասում է, հավատացի, դրա համար խոսացի։ Հիմա ես հավատում եմ, խոսում եմ։ Ուզում ես հավատա, ուզում ես մի հավատա, բայց ես հավատում եմ։ Բայց խորհուրդ եմ տալի, որ դու էլ հավատաս։ Ով հավատաս մեր լուրին, ով հավատում է այսօրվա լուրին։ Մենք այսօր հաղորդություն ենք ընդունելու։ Ու թող Հիսուսի արյունը եւ նրա մարմինը, որը դու ընդունելու ես, քեզ հիշեցնի այն զոհը, որ արվել է քո համար։ Թող քեզ հիշեցնի Աստծո ճշմարտությունը։ Թող հիշեցնի ոչ թե սովորականի պես ընդունես ու գնաս նորից նույն ձևի, մնաս նույն ձևի շարժվես, այլ ինչ անես ջանք թափես Քրիստոսին հաճելի լինելու համար, քանի օր ունես։ Դու գիտես որ կարա գա օրը ու Աստված այլևս քեզ չօգտագործի։ Որովհետև հավատարիմների վրա է Աստված հիմնվում։ Ասում է Ձիանա, քանի որ դու հավատարիմ պետք է ինձ ծառայես, ես էլ քեզ պահելու եմ։ Ամեն։ Ասա Աստված գիտի։ Քանի որ դու նոր երկեր ես գրելու, ես քեզ պահելու եմ, որովհետև քո երկերը փառաբանում են ինձ։ Ամեն։ Սա ցանկությունն է, քանի որ դու տեսիլքի մեջ ես, տեսիլքի մարդ ես եւ ուզում ես ինչ-որ բան անես, ես քեզ պահելու եմ։
Դե Տեր դու իմ հետ ես, հալելույա։ Բայց ես որտե որ ես եմ, դու ինձ չես։ Ինչի ինձ չես։ Ինչի չես գալի այն ժամանակ, երբ որ ես քո կարիքն ունեմ։ Դու գիտես, որ Աստված շատ ժամանակ մեր կարիքը ունի։ Նա փնտրում է մեզ։ Ուր ես։ Դե Տեր գիտես, գործերով զբաղված եմ, այստեղ խրված եմ։ Ինչի մեջ ես խրվել։ Ինչը կարա ինձ բաժանի Տիրոջից։ Գիտեք, Պողոսն ասում է, ինչը կարա ինձ բաժանի Տիրոջից։ Ես ասեմ, գործդ, փողը, զբաղվածությունը, մեղքը, քո ցանկությունը ավելի շատ քան թե Աստծո հետևելը։ Կարա բաժանի։ Բայց Պողոսն ասում է, ոչ բերդերը, ոչ սովերը, ոչ ծեծերը, ոչ մահ, ոչ մի բան չի կարա ինձ բաժանի Քրիստոսի սիրուց։ Փառք Հիսուսին։ Չի կարա։ Հենց գալիս է ժամանակը, որ դու պետք է թողես ինչ-որ բան աշխարհում ու անես Աստծո համար, ժամանակ չկա։ Գիտես, այսօր Սուրբ Հոգին ինչ էր խոսում սրտից հետ։ Օրվա շատ ժամանակը, շաբաթվա շատ ժամանակը աշխարհն է իմ ժողովրդի համար, քան թե ես։